Մայրաքաղաքում օդի որակը լավացել է, օրերս հայտարարել է Երևանի քաղաքապետարանը։ Սա սպասված նորություն է, քանի որ շուրջ 1 ամիս օդի որակի ինդեքսի միջինացված արժեքներն այստեղ եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում։ Իսկ ինչպիսին է իրավիճակը Սյունիքում։ Մինչ գիտական տվյալներին անցնելը լսենք կապանցիների կարծիքը։ Համեմատած Երևանի հետ Ղափանի օդը մաքուր է։ Փոքր քաղաք է, էկոլոգիապես մաքուր է։ Եթե Երևանի հետ համեմատում ես մեծ քաղաքների հետ, մեր Ղափանի օդը շատ լավն է։ Մեր օդը, մեր ստեղի, մեր Ղափանի օդը ամենալավ, ամեն ինչում առաջնային շատ մաքուր, գեղեցիկ լավ օդ է։ Կապանն էլ խիտ բնակավայր է, տեսնում եք շենքերը խիտ են, մեկ ձորակում է, այդ իսկ պատճառով այստեղ չեմ կարծում, որ լավ է օդի վիճակը, այստեղ էլ է աղտոտված։ Կապանի օդը շատ մաքուր է եւ պարզ է, մարդկանց նման։ Հանրապետությունում օդի որակին հետևում է հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։ Որպեսզի որոշեն, թե ինչ ենք մենք շնչում, կառույցի աշխատակիցները հատուկ հեղուկով թրջված նմուշառիչներ են փակցնում բնակավայրերում։ Վերցված նմուշը հասնում է մայրաքաղաք։ Լաբորատոր քննություն անցնելուց հետո ստացված տվյալները հրապարակվում են կայքում։ Հրապարակային վերջին տվյալներն ամփոփում են հոկտեմբերը։ Այսպիսով, այս տարվա 10-րդ ամսին մարզկենտրոնում ծծմբի երկօքսիդի միջին կոնցենտրացիան կազմել է մոտ 21 միկրոգրամ մետր խորանարդ, ազոտինը 11 միկրոգրամ։ Մայրաքաղաքի 1 խորանարդ մետր օդում հոկտեմբերին միջինում եղել է 30 միկրոգրամ ազոտի երկօքսիդ, առանձին օրերի նույնիսկ ավելի շատ, եւ 25-ից 30 միկրոգրամ ծծմբի երկօքսիդ։ Ընդհանուր առմամբ մենք ծծմբի եւ ազոտի երկօքսիդներով շատ բարձր կոնցենտրացիաներ Կապանում եւ Քաջարենում ըստ մեր տվյալների չենք ունենում, այսինքն բարձր ասելով շեմը չի հատում, այսինքն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա հասկացողություն ունի շեմ, որից բարձրը արդեն համարվում է աղտոտված, ըստ կառավարության 160-ն որոշման, դա ծծմբի երկօքսիդի համար 50 միկրոգրամ մետր խորանարդն է, ազոտի երկօքսիդի համար 40 միկրոգրամ մետր խորանարդ է։ Սակայն հիմնականում մենք ունենում ենք ավելի ցածր կոնցենտրացիաներ։ 2025-ն առանձնացավ տեղումների ցածր ցուցանիշով։ Դա վատ ազդեցություն է թողել մթնոլորտային օդի որակի վրա ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Կապանում։ Ես կարող եմ այսպես տարիների ստատիստիկա նշել ձեզ համար 20-24 թվականներին ընդհանուր առմամբ ծծմբի երկօքսիդի եւ ազոտի երկօքսիդի աճ կա, աճման տենդենց կա Կապանում եւ Քաջարանում, սակայն նորից նշեմ, որ տարեկան միջին կոնցենտրացիա շեմը չի հատել, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի հատել եւ այսպես ասեմ մթնոլորտային աղտոտվածության ցուցանիշը, որը Կապանի դեպքում արդեն 24 թվական ամփոփված տվյալների համաձայն 0.59 է, որի մեջ 0.36-ը բաժին են գրում ծծմբի երկօքսիդին, 0.23-ը բաժին են գրում ազոտի երկօքսիդին։ Դա միջինից ցածր մակարդակի աղտոտվածության ցուցանիշ է։ Ազոտի երկօքսիդի բարձր կոնցենտրացիան գրգռում է շնչուղիները, առաջացնում հազ շնչահեղձություն, նվազեցնում թոքերի գործառույթը։ Գրեթե նույնատիպ է ծծմբի երկօքսիդի ազդեցությունը։ Գոհար Հակոբյանը բացատրում է, թե ինչպես մարդը կարող է հասկանալ, որ շնչածը վնասում է սեփական առողջությանը։ Օրինակ գազերի դեպքում ծծմբի հոտ է գալիս ծանր օդից, եթե շատ բարձր կոնցենտրացիաներ են էլի, բայց այդ դեպքում կարող է այդպես հասկանալ։ Դե փոշոտ օդը, օրինակ Երևանում որ քամի է լինում, մենք միանգամից այդ փոշին զգում ենք, նույնիսկ տեսանելի աչքին, այսպես շատ փոշոտ օդը փոշու մասնիկներով։ Իսկ ընդհանուր առմամբ իհարկե հավաստի տվյալներ լինում են իրեն դիտարկումների արդյունքում։ Կապանն անտառապատ տարածք է, ծառերը բնական ֆիլտրեր են։ Սա գլխավոր գործոնն է, որն ապահովում է օդի մաքրությունը, միջպետական տրանսպորտային ուղիներ եւ զարգացած հանքարդյունաբերություն ունեցող այդ համայնքում։ Խոսքն ամփոփում է ծառայության պետը։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատերյան, Սյունիք լուրեր։